լույս։ Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում է շատ սիրելի հեռուստադիտող մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը այս առավոտ կլինենք ձեզ հետ միասին։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, չնայած որ ձմեռը ցուրտ է, բայց մենք ձեզ վերում ենք սեր ու ջերմություն ամեն առավոտ ու ասում ենք օրդ բարի թող լինի։ Եվ այս պահին առաջարկում ենք մի լավ երաժշտություն, որպեսզի արտանանք միասին իդեպ եթերը խոստանում է լինել երաժշտական, մնացեք մեզ հետ մի փոխեկալիք։ Վերադարձանք տաղավար եւ խոստացել ենք, որ այսօր երաժշտական եթեր ենք ունենալու, ունենք ֆանտաստիկ մի խումբ, Rashali Project, որ այսօր մեզ հյուր է եւ կներկայացնի իր երկու պրեմիերաները։ Adana Project-ի մասն է խոսքը, Adana Project-ի հիմնադիր եւ ղեկավար հարվածային գործիքներ Արիս Քարամյան։ Բարի առավոտ։ Խմբի հիմնադիր եւ երաժշտական ղեկավար եւ ստեղնաշարային գործիքներ Արին Քարամյան։ Երգչուհի Ինեսա Ավակյան, ինչպես նաև գիտարահար Արութին Աղերի։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Արինը, Արիսը, Աղերին։ Արինը ես եմ։ Adana Project եւ միանգամից երկու գործ ենք այսօր ներկայացնելու։ Նախ կուզենայինք իմանալ ինչպես են նորությունները ընթանում այս տարի։ Այո, ոնց որ նշեցիք, այս երկու գործը մեր երկրորդ ալբոմի գործերից են։ Երջանկություն արցունքները եւ հրաժեշտը, իսկ մեր ապագա քայլերի հետ կապված մենք արդեն ունենք լիքը անելու բան, մի հատ EP ալբոմ, Պուճուր կիսատ ալբոմ կարելի անվանել եւ մեր երրորդ ալբոմը, որ համարյա մինչեւ տարվա վերջը արդեն պատրաստ կլինի։ Ինեսա ջան, բարդ չէ տղաների հետ։ Իմ հետ իրականում ավելի բարդ է, որովհետեւ քանի որ Արինն օրինակ երգերը գրում մեծ մասը ինքն է անում ու իր պատկերացումները ես պետք է անեմ։ Ահա, իրականացնեք։ Ու իմ մոտ եթե չի ստացվում ներօրինանում։ Այսինքն երգերի ընտրությունը որոշում եք, թե որ երգը պիտի cover անեք, այս պարագայում երգչուհուն վերջում եք տեղյակ բամ, հա։ Իրականում եթե cover գործ է, իր գործը ավելի հեշտ է, որտեղ մենք երգի, ասենք, մեղեդին չենք փոխում։ Առանջն ենք փոխում, բայց երգի մեղեդին թողնում ենք նույնը։ Քո անելիք ավելի հեշտ է, բայց եթե սեփական գործերին վերաբերվում խոսքը, այո։ Կռիվը գնում է։ Նորմալ չէ, ես մի քիչ հանգիստ բնավորություն ունեմ, ես չեմ ներվայնանում։ Մանրից մի սաուտու։ Ու մտքով անցավ, որ Լեյլա Սարիբեկյանի հրաժեշտը կարող է ռոք լինել։ Մեր շատ սիրելի ընկերներից Անդրե Սիմոնյանը ժամանակի մեզի առաջարկեց այս երգը ու լսեցինք երգը ու հավանեցինք եւ իր միջոցով մենք թույլտվություն ստացանք Լեյլա Սարիբեկյանից եւ Խոսքը Beautified Project-ի Անդրեի մասին է։ Այո, որը որ շատ շնորհակալ ենք սիրելի Լեյլա Սարիբեկյանից, որը որ թույլ տվեց ու տենցի այդ առաջարկը արեց Անդրեն մեզի։ Եվ Կարծում ճիշտ ժամանակն է, որ պրեմիերա անենք մեր եթերում այս պահին հրաժեշտ cover Adana Project ֆայլենք։ Կպաշանվենք մնաս բարև սիրելիս Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի Ահա այստեղ թողնում եմ քեզ Եվ չգիտեմ ու կերտաս Կասկածներից թողում եմ ես Թող պահպանե քեզ Աստված Կասկածներից թողում եմ ես Թող պահպանե քեզ Աստված Ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա Բայց ու լինես դարձյալ հոգիս շուրջը պիտի թարթռա Ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա Բայց ու լինես դարձյալ
Աստված կասկածներից սողում եմ ես թող պահպանե Անբացատրելի էմոցիաներ, իրական շատ գեղեցիկ է ստացվել, շատ։ Շնորհակալ եմ։ Զգայուն, տեղ հասնող, յուրահատուկ ու նոր շունչ է ստացել երգը նախ ապրեք բրավո։ Մերսի Շնորհավորում եմ։ շատ։ Մերսի։ Այնեսը հետաքրքիր է ինձ, քանի որ Լեյլան բնականաբար գեղեցիկ կատարում է արել եւ բոլորը սիրել են, ես վստահ եմ, որ որոշակի, այսինքն քո մեջ մտավախություն եւ իհարկե մտածումներ են եղել, որ ինչպես կատարել եւ ինչպես անել, որ սա եւս սիրվի։ Հետաքրքիր է Լեյլայի հետ զրուցել ես, թե պարզապես դու քո տարբերակն ես արել։ Ցավոք ես չեմ զրուցել Լեյլայի հետ, տղաներն են զրուցել։ Միանշանակ ամեն երգ, երբ որ cover ես անում, մտավախությունը միշտ էլ կա, որ կարող է չստացվի, համեմատությունները միշտ լինելու են բոլորի կողմից, բայց ես փորձել եմ իմը ներդնել երգի մեջ ու կարծում ստացվել է։ Շատ սիրուն է ստացվել եւ շատ ուրախ եմ, որ հավանել եք։ Ուժեղ էներգետիկա կար։ Ինձ մեկ այլ հարց հետաքրքրեց, ոնց է ստացվել, որ տեսահոլովակում նկարվել եք հենց անձամբ դուք եւ ոչ միայն որպես գործիքավորողներ, հա, որպես երաժիշտներ, այլ նաեւ որպես դերասաններ։ Ինչ կպատմեք այդ փորձից։ Հիմնականում միտքը դրա գաղափարը ես տվեցի տղերքին, ասեցի ավել լավ մենք լինենք, այսինքն որպես actor, որպես actress, Եվ կատարող դրսից մարդ չբերենք եւ մենք կատարենք այս ամեն ինչը, տղերքն էլ համաձայնվեցին եւ Ով է տեսահոլովակի ռեժիսորը։ Մարիամ Գևորքյանը, շնորհակալություն ենք ուզում իրեն հայտնել, գրեթե բոլոր տեսահոլովակները իր հետ ենք աշխատել, քննարկել ենք ամեն մեկս տեսահոլովակում ունենք ամեն մեկս մեր առանձին պատմությունը ու ընդգծված ցույց է տալիս այդ ամեն ինչը։ Մնացածը դու ասես։ Արութինի խոսքի շարունակությունը, որ մենք ենք ներկայացրել որպես դերասանուհի, դե Երքյանը հրաժեշտ է, բայց ինքը որպես առանց քեզ ավելի շատ այդ ձևով է 6 անձ խմբից 6 տեսանկյունով եւ 6 առանց քեզ մտածելով մենք ներկայացրել ենք
այսինքն ամեն մարդ իր առանց քեզ այո, իր էմոշններով, իր զգացմունքներով ներկայացել է Իրականում դա շատ կարևոր մոտեցում է ու հետաքրքիր, որովհետև իսկապես յուրաքանչյուր մարդ կարող է իրեն գտնել եւ իրեն տեսնել իր տեսանկյունից։ Դուք էլ պատմել եք, կարծես ձեր պատմությունը մի քիչ կպատմեք ընթացքից։ Ընթացքը նկարահանում շատ լավն էր, շատ լավն էր։ Երկու օրում ենք նկարել, առաջի օրը հենց երաժշտական մասն էր, պավիլյոնում նկարվել ենք, երկրորդը արդեն քաղաքից դուրս, հա, որ ամենաառաջինը հենց իմ մասերն էր մոտոյի հետ կապված ու տենց շարունակական գնացել ենք տարբեր տեղերում, դաշտերում եւ այլն այգիներում նկարել ենք, շատ լավն էր։ Հրաշալի է, կարծում եմ անցնենք արդեն երկրորդ տեսահոլովակին, քանի որ հագեցած է ձեր աշխատանքը եւ շատ ակտիվ գործունեությամբ եք զբաղված, երջանկության արդյունքները, այս երգը շատ Ինչու այս գործը հետաքրքիր է, հայ ստացը մարդկանց մեջ։ Այս գործը իմ ու Արիսի համար շատ հին ու ասենք հուշերով երգեր, որտեղ մենք Պարսկաստանում այս երգին արդեն ծանոթ էինք ու միշտ մտածել էինք, որ այս գործը ինչ որ ճիշտ ժամանակին մենք անենք մեր ձևով ու արեցինք, որոշեցինք, ասենք լավ է ստացվել, ինչու որ չէ վիդեո չանենք, որտեղ արդեն համերգներից մենք ժողովրդի ռեակցիան տեսնելով հասկացանք, որ էսի լավ սիրված գործ է մեր կատարմամբ նկատի ունեմ։ Այդ էր պատմությունը, որ որոշեցինք։ Իսկ տեսահոլովակի ռեժիսորը կրկին Մարիամ Գևորգյանն։ Մարիամ Գևորգյանն է։ Արդեն Մարիամի հետ մեր բոլոր վիդեոները Մարիամն է նկարել։ Ամբողջությամբ պատմությունը Մարիամինն է, ինքն է ներկայացնում, թե ինչ պետք է նկարվի, երբ որ դուք երգը ստեղծագործությունը ներկայացնում եք, թե առաջարկում եք ինչ տարբերակով է լինում։ Մենք ամենասկզբից երգը իրան ներկայացնում ենք, մեր գաղափարը տալիս ենք, բայց ինքը լրիվ մշակում է, սցենարը գրում է, բոլոր ինչ որ պետք է վիդեո նկարելու համար Մարիամն է այդ ամեն գործը անում։ Դե ինչ, ողջունում ենք Մարիամին, շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար եւ այս պայն վայելում օրդ բարի շրջանակներում երջանկության արդյունքները Adana Project
Միտ։ Վաու։ Կրկին հիացմունքի արժանի հոլովակ էներգետիկա եւ իրոք հետաքրքիր է երգը այս կերպ, լսել վայելել, կարծում եմ, որ սիրվել է շատերի կողմից, իսկ ինչպիսին է ֆիդբեքը առհասարակ արձագանքը։ Շատ լավ, եթե անկեղծ ես առաջ անգամ երբ որ լսեցի երջանկության արդյունքներով, ես երբեք չեմ պատկերացրի այդ երգը ռոք տարբերակով, մեր բոլորի մոտ պատկերված արդեն հին տարբերակը Մանուել Մենենկիչյանի ու մի քիչ անսովոր էր լսելը, հա, բոլորի համար է շատ անսովոր, բայց շատ լավ արձագանքներ ենք ստացել, ինչ որ նոր թարմություն կա ինչ որ երգի մեջ ու ես միայն լավն եմ դեռ լսել։ Տղաներ, Ինեսան խոսեց ձեր մասին, մի քիչ դուք խոսեք իր մասին, որքանով է հեշտ ունենալ աղջիկ սոլիստ կա խմբում։ Շատ հեշտ է իր հետ իրականում աշխատելը։ Զարմանալիորեն շատ հեշտ է։ Տես Ինեսա ջան, տղաները չբացեցին գաղտնիքը։ Այն որ մենք չենք զգում, որ աղջիկ կա խմբի մեջ։ Մի ամբողջական թիմ եք։ Շատ տղավարի։ Ու հա, այն որ ինքը հենց մեր նման Արութին ասես տղավարի։ Այդպես մոտիկանում ամեն ինչի շատ հեշտ աշխատել է, այսինքն ոնց ասեմ, ասես մեր լեզվով ժողովրդական ասես ձևեր չկա։ Ինես ուզում ենք սենց անենք, այս գաղափարը ունենք, քեզանից ես ենք ուզում, կարող ես անել, չես հեշտ է, հա, անենք, փորձենք, հավես է։ Ես ոչ մի բան չեմ տեսել, խոչընդոտ չեմ տեսել։ Շատ հետաքրքիր էր նաև յուրաքանչյուր կատարման մեջ, հա, գործիքավորման։ Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր ունի իր սոլո հատվածը, շատ գեղեցիկ լուծված է։ Այ երբ որ սկսում եք գործիքավորումը ինչ որ մի գործի, այդ համախմբումը, հա, այդ գործիքային ամբողջ ձեր թիմի ինչպես է ստացվում եւ յուրաքանչյուր իր առանձինն է առաջարկում, թե սկզբից հավաքում եք հիմքը, հետո յուրաքանչյուրը իր հատվածը։ Պրոցեսն է հետաքրքիր։ Հիմնականում ամբողջ գործիքավորումը անում է Արինը։ Գրումը ինչ որ մի հատ կմախք ստեղծում է իրանից ու հետո ամբողջովին տալիս է խմբի անդամներին, լսում ենք, հետո մտնում ենք փորձատեղ ու սկսում ենք նվագել։ Այստեղ կոնֆլիկտ առաջանում է, երբեմն լինում է, օրինակ ասենք այդ կտորը, որ ինքը նախատեսել է, օրինակ ասենք ես այս կտորը չեմ նվագել։ Այո, բնական որ չի, հա, չի կարող չլինի։ Դե որովհետև երաժշտություն ճաշակ է։ Փորձում ենք, նվագում ենք անգամներ, ես առաջարկներ եմ տալիս Արութինը, մեր մյուս խմբի անդամները, որ հիմա ցավոք ներկա չեն մեր մոտ, վերջով հասնում ենք մի հատ վերջնական արդյունքի եւ ստեղծում է այդ երգը։ Այ ներկայացնում եք ռոք ժանրը, հա, այսօր այն ժանրը, որ կա, ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանում այդ ժանրը, դուք իհարկե արտերկրից եք եւ այնտեղ եք ստեղծագործել, ինչպես նաեւ այստեղ, եւ ինչն է ձեզ ստիպում այստեղ մնալ ու ստեղծագործել, կա այդ պահանջարկը հետաքրքիր։ Հայաստանում մենք ես ու Արիսը արդեն 21 տարի արդեն Հայաստան ենք։ Գիտենք պատմությունը Ադամայի։ Ամենասկզբից որ եկել ենք Հայաստան, ռոք ասպարեզը շատ ավելի եռանդ ուներ։ Լիքը խմբեր կային, տարբեր ոճերի ցանկացած։ Գնալով ինչ-ինչ պատճառներով այդ ամեն ինչը նվազեց։ Իսկ հիմա հենց այս պահի մեր օրերի մասին որ խոսենք, կան, բայց նույնը չի։ Լսարանը կա, բայց խմբերը շատ չեն կամել, ասենք underground խմբեր են։ Մենք փորձում ենք այդ միջին գիծը պահենք, միջին կետը պահենք, որը որ թե ժանրը սիրողը լսի, թե ով որ ասենք ժանրին ծանոթ չի, երգերի հիմքի վրով ասենք այդ ժանրի ինքը ծանոթանա։ Ինձ թվում այս 11 տարվա մեջ մենք հաջողացրել ենք, որ երկուքը թե ջահել սերունդը, թե ավագ սերունդը միասին համախմբեն եւ լսեն, հավանեն։ Հետաքրքիր է, օրինակ ասենք հիմա հերոստատիտողը միգուցե առաջին անգամ կա հերոստատիտող, որ լսեց, տեսավ ձեր տեսալովակները ու կուզենա ձեր մասին լսի, որտեղ կարող է օրինակ գտնել ձեզ ամենօրյա ելույթներ ունեք, թե համերգներ եք ունենալու, ինչպես կարելի է գտնել ձեզ եւ ներկա գտնվել ձեր համերգներում։ Մեզ բոլոր հարթակներում կարող են հետևել Instagram, Facebook, YouTube։ Իսկ կենթանի գալի եւ լսել։ Մենք համերգներ ունենք, կարելի է։ Այո, ամեն ամիս համարյա մենք համերգներ ունենք, որը որ նույն հարթակներում մենք միշտ գովազդում ենք։ Ես կուզենայի իմանալ առաջիկայում ինչ մտքեր կան, կա արդյոք երգ, որը պատրաստում եք էլի cover անեք ռոքի մեջ։
կա, որը որ ես տարիներ սպասել եմ այդ երգը որ անեմ, բայց երբեք չեմ մոտեցել այդ երգին։ Չեք բացահայտի։ Էլի տխուր երգ է բաժանման մասին։ Եղեռնի հետ կապված է։ Երգի անուն չեմ ասի, որտեվ կան տարբերակներ, ես փորձել եմ որ մեր ձևով անեմ, որտեվ լավ տարբերակներ իրոք կան։ Եթե անում ես դու պիտի արժանանաս այդ level-ին։ Իսկ ունենալու ենք լիքը սեփական հենց մեր գրած գործերը, cover-ից բացի, որը որ արդեն այս մեր երկրորդ ալբոմի մեջ արդեն երկու գործը կա, ընկածներ եւ կանչ անուններն են երգերի։ Եթե ուզեք կարաք լսեք։ Մեծ սիրով կլսենք, նաև կոչ ենք անում մեր հեռուստադիտողին, որովհետև շատ կարևոր է, որ մեր հայկական երաժշտական ասպարեզում ռոք խմբերին մեծ ուշադրություն դարձնենք, տեղ տանք այն մարդկանց, ովքեր պահում են այս ձեռագիրը տարիներ շարունակ ու մատուցում են որակյալ ու լավ երաժշտություն։ Իրական շնորհակալություն ձեզ կատարած աշխատանքի համար։ Կուզենայի նաև իմանալ, որքանով է կարևորում, որ երգ ունենա տեսահոլովակ ու մեր օրերում դա արդյոք կարևոր է, որովհետև մենք հասել ենք մի հարթակի, որտեղ արդեն արհեստական բանականությունն է երգրում եւ նկարում։ Չէ, իրականում ես ինքս կարծում եմ, որ պետք չի բոլոր երգերը, եթե ալբոմը գոնե երկուսը ունենան, որովհետև դա է ուղղորդում, որ դու գնաս մնացած ալբոմը օրինակ լսես, որովհետև մի փոքր բարդ է, թե ալբոմ է լինում, ամբողջը լսես, ալբոմից ամենահայտնի կամ ամենաստացված երգը տեսահոլովակ երբ որ ունենա, հետո կհետաքրքրի ալբոմը լսելու ամբողջությամբ։ Շատ բարի, մեզ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև իսկապես երկու տեսահոլովակներ շատ հաջողված, շատ գեղեցիկ ու որակյալ գործերն էին։ Կսպասենք նորություններին, մենք էլ սիրով եթերից կլուսաբանենք ձեր խմբին հաջողություններ, դերասանական ասպարեզում էլ։ Նոր ստեղծագործություններ իհարկե ցեղասպանության հետ կապված նվիրված շատ հետաքրքիր գաղափար է, վստահ ենք, որ շատ մեծ արձագանք է ստանալու, նամանավանդ այս տարի 111, հա, շատ սիմվոլիկ է ցեղասպանության։ Իդեպ էս մեր երկրորդ ալբոմի մեջ մի հատ գործ կա, որը որ նվիրված է 44-օրյա պատերազմի զոհվածներին, հա, ընկածներ անունով։ Էլի ձեր հեղինակայինը։ Մեր սեփական, մեր գրած գործն է։ Ալբոմի անունն էլ կոչվում է Զարկ։ Զարկ։ Այո։ Անպայման գնացեք եւ լսեք, ուսումնասիրեք, տարածեք։ Փնտրեք, գտեք իհարկե եւ ինչու՞ չէ նաեւ գնացեք համերգներին, փնտրեք, գտեք Ադանայի համերգները եւ մասնակցեք իհարկե գեղեցիկ երաժշտություն, որը որ հայկական ռոքն է ներկայացնում։ Շնորհակալություն ձեզ, ստեղծագործական։ Մենք էլ ենք շնորհակալ։ Բազմաթիվ ու նոր տեսահոլովակներ ու ամուր պահեք հայկական ռոքը։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող մեր եթերաժամանակը անսահմանափակ չէ իհարկե, մենք շատ ենք սիրում անսահմանափակ խոսել ես եւ Անահիտը, բայց այնուամենայնիվ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Adana project, fantastic project, այսօր մեր հյուրն էին, վայելեցինք կատարումները, դուք էլ շարունակեք փնտրել ու գտնել նրանց կատարումները, իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարով, սիրով եւ թող հրաժեշտները լինեն անցավ։ Ձեզ հետ Անահիտ լավ բոլորիդ, հաջողություն։